Այդ առևտրային հաշվեկշռի երկարաժամկետ պահպանումը բացասական իմաստով նշանակում է, որ երկրի արդյունաբերական հենքը թուլանում է, աշխատատեղերը կորսվում են եւ արտաքին պարտքը գնալով մեծանում է։ Թրամփը ինչ է հայտարարել։ Նա ասել է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ այլ երկրներ, ինչպես Չինաստանը, կողոպտեն մեր արդյունաբերությունը։ Ժամանակն է վերադարձնել արտադրությունը Ամերիկա»։ Ընդհանրապես առևտրի հաշվեկշիռը ցույց է տալիս երկիրն ավելի շատ ապրանք է արտահանում, թե ներմուծում։ Պրոֆիցիտ է, երբ երկիրը ավելի շատ արտահանում է, քան ներմուծում, դա նշանակում է, որ աշխարհը վճարում է տվյալ երկրի արտադրանքի համար։ Դեֆիցիտ է, երբ երկիրը ավելի շատ է ներմուծում, քան արտահանում։ Այս դեպքում երկիրը պարտք է կուտակում ուրիշների արտադրանքը գնելով, մեր երկիրը է։ Պարզ օրինակը երևակայենք, վերցնենք մեր վրա, որ օրինակ տունը բանջարեղեն ենք աճեցնում եւ վաճառում հարևաններին։ Եթե մենք ամեն ամիս 1000 դրամի բանջարեղեն ենք վաճառում, իսկ 700 դրամի ապրանք ենք գնում, մենք ունենք պրոֆիցիտ։ Իսկ եթե 1000 դրամի գնում ենք, բայց միայն 700 դրամի վաճառում, ուրեմն ունենք դեֆիցիտ եւ մեր դրամապանակը գնալով փոքրանում է։ Ինչու է կարևոր արտադրությունը առհասարակ։ Եվ ինչու է վտանգավոր, երբ այն ընկնում է հատկապես հզոր երկրի համար։ Արտադրությունը դա երկրի տնտեսական սիրտն է։ Արտադրությունն է ստեղծում իրական արժեքներ, օրինակ մեքենաներ, դեղեր, հագուստ, տեխնիկա, ռազմական տեխնոլոգիաներ եւ այլն։ Եթե երկիրը այլևս քիչ բան է արտադրում, այն կախված է դառնում այլ երկրներից։ Աշխատատեղերը երկրից դուրս են գնում։ Հայաստանը տիպիկ օրինակ, մենք տեսնում ենք, թե ինչպես են գնում արտագնա աշխատանքի։ Երկրից հոսում է փողը դուրս է գալիս, այսինքն գնելով այլ երկրների արտադրանք, մեր երկրի փողը գնում է դեպի այլ երկրներ։ Պաշտպանական կարողությունն է թուլանում, քանի որ զենք, տեխնիկա, էլեկտրոնիկա չենք արտադրում։ Հզոր երկիրը, օրինակ ամեն անգամ Չինաստանը, եթե երկար ժամանակ չի կարողանում զարգացնել իր արտադրական ներուժը, կարող է դառնալ ֆինանսական հսկա, բայց արդյունաբերական թզուկ։ Պետք է այս առումով նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չնայած առևտրային այդ դեֆիցիտին հաշվեկշռի իրականում ունի ծառայությունների հսկայական առավելություն։ Ամերիկան ծառայություններ մատուցող թիվ 1 պետություններից մեկն է աշխարհում։ Ծառայություններ մատուցելով ֆինանսական ծառայություններ, կրթական ծառայություններ եւ բազմաթիվ այլ ծառայություններ մատուցելու առումով նա առաջատար է, այսինքն նա այստեղ չի զիջում։ Եվ շատ այլ հարցերում չի զիջում, բայց այ արտադրական առումով նա սկսել է հետ մնալ եւ սա լրջագույն խնդրեմ է։ Արդյունաբերական թզուկ լինելը վտանգավոր է, որովհետև հնարավոր է, որ պատերազմ, ճգնաժամ կամ գլոբալ խնդիրների դեպքում այլ երկրները դադարեցնել ապրանք մատակարարել, ինչից այդ երկիրը կախված է։ Կրկին մեր երկիրը մեր աչքի առջև է։ Այս 44 օրյա պատերազմը դրա ցայտուն օրինակն է։ Իհարկե, տնտեսությունում կարևոր են բոլոր ոլորտները, ծառայությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսները, բայց առանց հզոր արտադրության երկիրը չի կարող լիարժեք ուժեղ լինել։ Արտադրությունն է հիմքը զարգացնելու մնացած ամեն ինչը։ ԱՄՆ-ում խելացի մարդիկ շատ են, այդ ամենը շատ լավ են հասկանում։ Հիմա մենք սա կարճ